Գիրքը պլանավորելիս նախ մեր աչքի առաջ էր 17-18 տարեկան երիտասարդը, որը նախկինում արդեն հասուն կյանք էր մտել, ներկայիս ժամանակ ինքը դեռ ավարտում է դպրոցը։ Գիրքը լրամշակվել է արձագանքների հիման վրա, արձագանքները եղել են դրական, հատկապես երեխաների ավելի շուտ, հատկապես 12-րդ դասարանի երեխաների կողմից, ովքեր առաջին անգամ էին առնչվում նմանատիպ գրքի հետ, երբ իրենք պետք է խոսեն, պետք է քննարկեն, եւ որտեղ ուսուցիչը ավելի մենթորի դերում է, քան սովորեցնողի եւ նաեւ այն արձագանքը, որ իրենք բավականին հաճույքով սպասում էին անգլերենի դասերին։ Գիրքը կազմելիս հաշվի ենք առել երեխաների կարիքները, քանի որ ինքս ես դասավանդում եմ եւ դասավանդում եմ ավագ դպրոցում, հետեւաբար կարիքներին ես որպես առաջնային գիծ առնչվում եմ եւ գիտեմ այդ տարիքի երեխաները ինչ կարիքներ ունեն, ինչ նպատակներ ունեն եւ ինչ կոնֆլիկտների են առնչվում, երբ արդեն որպես հասուն մարդ պատրաստում են մտնել կյանք։ Գիտեք, նախկինում սովորաբար լսարաններում կամ դասարաններում չի եղել հասուն եւ համապարփակ երկխոսություն, ուսուցիչ աշակերտ, աշակերտ եւ աշակերտ իր ներքին եսի հետ։ Հենց այդ մոտեցումն էլ մենք ներառել ենք դասագրքում։ Ամբողջ գաղափարը դասագրքի ստեղծվել է ավելի շատ նաև հայրենասիրական մոտիվներով, քանի որ մեզ համար կարևոր էր անպայման ընդգծել այն գաղափարը, որ հասուն 17-18 տարեկան երեխան կարող է եւ պետք է անի ինչ-որ բան եւ կարևոր բան, առանցքային բան իր երկրի գոնե նույնիսկ համայնքի համար։ Ուսուցչի ձեռնարկը դա կարծում եմ ուսուցչի ամենօրյա գիրքն է լինելու, որովհետև իրենց շատ օգնելու է եւ կազմակերպելու առումով եւ նաեւ ինչու՞ չէ ինքնուսուցման առումով, որովհետև բավականին նոր մեթոդներ են ներառված ուսուցչի ձեռնարկում, որոնք ուսուցիչները կարող են օգտագործել իրենց դասարաններում։ Երեք բան, որ այս գիրքը դարձնում են բավականին ուժեղ որպես դասագիրք, դա առաջինը քննական մտքի զարգացումն է ամբողջ դասագրքում եւ բոլոր բաժիններով, իրենց անվանումներով, բացատրությամբ եւ նաեւ ուսուցչի ձեռնարկում առաջարկվող այն մեթոդներով, որոնք կարող են ուսուցիչները օգտագործել կոնկրետ այդ քննական մտքի տեսակը զարգացնելու համար։ Երկրորդ կարևոր բանը, որ ուսուցչի դերը որպես այդ ժանդարմ իմաստով դուրս է գալիս եւ ուսուցիչը ավելի շուտ հավասար պայմաններում նստում է իր ուսանողի հետ եւ հավասար երկխոսություն է վարում եւ ուսանողը այդպես է արդեն տեսնում ուսուցչին հիմա 21-րդ դարում, որտեղ իրենք որպես ուսուցիչ ու դասատու այդ կերպարը իրենց մոտ բավականին խամրել է, իրենց ուսուցչին տեսնում են ավելի շուտ որպես գործընկեր, քան որպես հենց ուսուցիչ, հատկապես 12-րդ դասարանում։ Եվ երրորդը դասագրքի թեմաներն են բավականին հետաքրքիր զարգացած, որովհետև մենք հաշվի ենք առել թեմայի գաղափարը, այնուհետև այդ գաղափարը տրոհել ենք տարբեր մասերի եւ վերջում երբ որ արդեն թեման ավարտվում է, երեխայի մոտ ձևավորվում է այդ փազլը արդեն, թե ինչ էր իրենից ներկայացնում այդ գաղափարը։ Գիրքը նաեւ ունի նախագծային կոմպոնենտ եւ հատկապես այդ կոմպոնենտում առանձնացրել ենք երեխա եւ համայնք այդ հարաբերությունը եւ նախագիծը ենթադրում է երեխա եւ համայնք, ինչպես նաեւ երեխա եւ աշխարհ։ Եվ նախագծային կոմպոնենտում ուսուցիչները կտեսնեն, թե ինչպես են երեխաները քննարկում, հետազոտում եւ վերջնական արդյունքով գալիս լսարան եւ այնուհետեւ համեմատում իրենց լսարանները, իրենց արդյունքները։ Սա նրա համար է, որպեսզի երեխաները կարողանան տեսնել իրենց աշխարհի տեսանկյունից եւ իրենց համայնքում։ Ինչպես անգլերենում են ասում, work smart not hard, ուրեմն ընտրում ենք 12-րդ դասարանի դասագիրքը, որպեսզի աշխատենք smart կամ խելացի։